Ես որպես անհայտ բացակայողի ծնող մեծ ցավ եմ ապրում, որ այս իրավիճակում ենք հայտնվել մենք բոլոր ծնողներս եւ ոչ մի պատասխան չունենք մեր երեխաների մասին եւ ոչ մի հարթակում չի բարձրաձայնում հենց 23 թվականի անհայտ բացակայող մեր տղաների մասով անընդհատ դիմել ենք բոլոր կառույցներին, պահանջել ենք ամեն տեղից ինչ որ նորություն, ինչ որ պահանջ, բայց ոչ մեկը ոչ մի պատասխան չի տալիս, զրոյական մակարդակին է իրենց պատասխանները եւ ասում են ամեն կերպ, որ մենք հետաքրքրվում ենք, բայց ես խնդրեի որպես ծնող ամեն անգամ շեշտելիս, որ ունենք իրոք ցավ եմ ապրում եւ 90-ական եւ 20-ական թվականների մեր բոլոր ծնողների առաջ, որ ունենք այսքան անհայտ ծնողներ եւ մեծ ցավով են լցված, բայց դրանց հետ մեկտեղ կուզեի բարձրաձայնել մեկ օրյա 23 թվականի մեկ օրյա պատերազմի ընթացքում մեր անհայտ բացակայող 14 զինծառայողների մասին, այսինքն 14 անհայտ բացակայող ունենք, որից 11-ը զինծառայող է, իսկ 3-ը քաղաքացի։ Դրա հետ խոսք չի գնում նաև սեպտեմբերի 25-ին պայթունի ընթացքում անհայտ բացակայող 22 թե 23 անձանց մասին։ Ես ուզում եմ խնդրել երկրի կառավարությանը, խնդրել բոլոր ատյաններին, խնդրել բոլոր կառույցներին, որպեսզի բարձրաձայնեն մեր անհայտ բացակայող տղաների հարցը, օրակարգում դնել առաջինը հենց այդ եւ բարձաբանել դռների հետևում մնացած մեր տղաների ճակատագիրը։ Եվ ինչ ասեմ, մեծ հույսով մենք սպասում ենք, որ այդ հարցին լուծում կտան եւ այդ չի ձգձգվի այնքան երկար տարիներ, ինչ ձգձգվել է մինչև հիմա։ Եվ մեծ ակնկալիքներ ունեմ, որ ես խաղաղության օրակարգում այդ հարցի եւ ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ խաղաղության օրակարգում նման հարցը առաջ կա տեղում, ինչ ասեմ, առաջնային կհամարեն եւ մեր անհայտ տղաների ճակատագիրը կբացահայտվի, իսկ մենք ծնողներով կսպասենք այդ օրվան։ Վերջին բանակցությունները կապված հենց անհետ կորածների հետ երբ է եղել, դուք մասնակցել եք, ձեզ ինչ են ասել վերջին անգամ։ Ճիշտն ասած, անընդհատ մենք ժողովների, բանակցությունների, հանդիպումների մեջ ենք եւ ԱԱԾ-ի հետ եւ մյուս ատյանների եւ Սիանուշ Սահակյանի հետ, բայց միշտ ասել են, որ գործընթացը շարունակական է, մենք շարունակում ենք, կատարվում է Չէ, որոնողական աշխատանքի մասին դեռ զրույց չկա, ասма պիտի մի հայտարարի գան, որ Ադրբեջանը թույլտվություն չի տալիս, բայց էդի պատճառաբանությունա մեզ ասել են, որ միջև կառավարությունը, մեր կառավարությունը չպահանջի, իրանք որոնողական աշխատանքների համար թույլտվություն չեն տա։